Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Այսօր մեր օրենսդրական շրջանակը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, ապահովելով մեր լիակատար ինտեգրումը համաշխարհային ֆինանսական համակարգում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, թե դեռ ներդրումային նախագծի շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում։ Նրա խոսքով այս մասշտաբի նպատակի իրականացումը հնարավոր չէր լինի առանց համապատասխան օրենսդրական փոփոխությունների, որոնք մշակվել են Վրաստանի խորհրդարանի, էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության հետ համատեղ եւ Վրաստանի ազգային բանկի ակտիվ մասնակցությամբ։ Մենք ժամանակին ընդունեցինք անհրաժեշտ օրենսդրությունը եւ ստեղծեցինք համապատասխան կարգավորող շրջանակ, որը շատ ամուր հիմք է ստեղծում մեր գործընկերության կայուն զարգացման համար։ Այսօր մեր օրենսդրական դաշտը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, ապահովելով մեր լիակատար ինտեգրումը համաշխարհային ֆինանսական համակարգում։ Կոբախիձեն նաև նշել է, որ Վրաստանի տնտեսությունը 6 տարի անընդմեջ աճում է շատ արագ տեմպերով։ Ինչպես գիտեք, 2021 թվականից ի վեր մեր միջին տարեկան տնտեսական աճը կազմել է 9.3%։ Այս միտումը շարունակվել է նաև ընթացիկ տարում։ Ընթացիկ եռամսյակում աճը հասել է 9.1%-ի։ Այս ամենը հիմնված է շատ կոնկրետ ամուր հիմքերի վրա։ Այն է, որ մենք ունենք ճիշտ տնտեսական քաղաքականություն, ճիշտ տնտեսական տեսլական եւ շատ ուժեղ թիմ կառավարության ներսում։ Ես նկատի ունեմ տնտեսական թիմը։ Բիզնեսը ազատ է եւ մենք ունենք կոռուպցիայից ազատ լինելու շատ լավ ցուցանիշ։ Այս առումով Վրաստանը տարածաշրջանի առաջատարն է։ Այս ամենը ստեղծում է շատ ամուր հիմք մեր տնտեսական աճի շատ բարձր տեմպը պահպանելու համար։ Կոբախիձեն նաև հավելել է, որ թվային փոխակերպման արդեն իսկ հաստատված իրականության շնորհիվ Վրաստանն ապահովում է առաջատար միջազգային դիրք, խթանելով այս գործընթացի համար անվտանգ եւ աջակցող միջավայր։ Արդյունքում տեխնոլոգիական ոլորտը վերջին 5 տարվա ընթացքում արագ աճ է ապրել։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագրերի լայնածավալ փաթեթի ստորագրման վճռորոշ գործոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն էր Թբիլիսի եւ նրա հանդիպումը վրացական երազանք կուսակցության հիմնադիր պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու հետ։ Նախարարը նշել է, որ բանակցություններից հետո կողմերը սկսել են շատ արդյունավետ եւ արագ շարժվել համաձայնագրերի վերջնական մշակման ուղղությամբ։ Կվրիվիշվիլին ստորագրված համաձայնագրերն անվանել է երկու երկրի համար պատմական, մասնավորապես ընդգծելով Վրաստանի համար էներգետիկ համագործակցության կարևորությունը։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ նոր համաձայնագրերը կամրապնդեն Վրաստանի էներգետիկ անվտանգությունը եւ Ադրբեջանը կշարունակի մնալ Թբիլիսիի ռազմավարական գործընկերն այս ոլորտում։ Մայիսի 18-ին Վրաստանը եւ Ադրբեջանը ստորագրել են համաձայնագրերի փաթեթ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում։ Այն ներառում էր էլեկտրաէներգիայի մատակարարման եւ տարանցման վերաբերյալ 20-ամյա միջկառավարական համաձայնագիր, ինչպես նաեւ 2003 թվականից գործող ադրբեջանական գազի մատակարարման պայմանագրի 20-ամյա երկարաձգում, որը ըստ վրացական իշխանությունների կապահովի երկրի սոցիալական գազամատակարարման կայունությունը։ Ավելին, մայիսի 26-ին Թբիլիսիի եւ Բաքվի միջև կսկսի գործել ամենօրյա ուղևորատար գնացք։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը X-ի իր միկրոբլոգում տարածել է Նիկոլ Փաշինյանի գրառումը, որում Հայաստանի վարչապետը հայտնել էր, որ Ախալքալաք Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ուղիղ առևտրում նոր քայլ է կատարվում։ Այս նոր քայլը կզարգացնի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցությունը եւ կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման գործում։ Քլչը մաղթել է, որ այս նախաձեռնությունը բարեհաջող եւ օգտակար լինի այդ բոլոր երկրների համար։ Թուրքիայի ոստիկանությունը գրոհել է գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության կենտրոնակայանն Անկարայում, կիրառելով արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ կուսակցության աջակիցների եւ նրա ներկայացուցիչների դեմ, որոնք հավաքվել էին շենքի մոտ։ Գրոհը դարձել է ժողովրդահանրապետական կուսակցության գործող ղեկավարության կողմնակիցների եւ դատարանի որոշմամբ նշանակված կուսակցության նոր վարչակազմի միջև բազմաժամյա դիմակայության գագաթնակետը։ Տեղական լրատվամիջոցների տվյալով ոստիկանության հատուկ ստորաբաժանումները կենտրոնակայանի տարածք են մտել, երբ
շենքի շուրջ լարվածությունը պահպանվում էր օրեր շարունակ։ Ներսում գտնվող լրագրողները հայտնել են արցունքաբեր գազի կիրառման, դռների եւ կահույքի վնասման մասին, որից հետո մամուլի ներկայացուցիչներին դուրս են բերել շենքից։ Կուսակցության ներսում ճգնաժամը սկսվել է Վերաքննիչ դատարանի որոշումից հետո, որը չեղարկել էր Օզգյուր Օզելի ընտրությունը Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում 2023 թվականի նոյեմբերին։ Դատարանը որոշել է ժամանակավորապես պաշտոնանկ անել Օզելին եւ կուսակցության գործադիր կոմիտեի անդամներին, ինչպես նաեւ ղեկավարի պաշտոնում վերադարձնել նրա նախորդին Քեմալ Քլջդարօղլուին, որը կուսակցությունը գլխավորել էր 13 տարի։ Օզելի կողմնակիցները հրաժարվել են ճանաչել նոր ղեկավարությանը։ Օրեր շարունակ նախկին ղեկավարության ներկայացուցիչները փաստացի պահել են կուսակցության կենտրոնակայանը, ներս չթողնելով դատարանի նշանակած վարչակազմին։ Իրավիճակը ձեռք է բերել առանձնահատուկ քաղաքական նշանակություն թուրքական ընդդիմության նկատմամբ ճնշումների ուժեղացման ֆոնին։ Հենց Օզելի ղեկավարության օրոք է Ժողովրդահանրապետական կուսակցությունը լուրջ պարտության մատնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությանը 2024 թվականի թիմ ընտրությունում։ Ընդդիմությունը պնդում է, որ դատական որոշումը քաղաքական բնույթ ունի եւ ուղղված է ապագա ընտրություններից առաջ կուսակցությունը թույլատնելուն։ Վերջին ամիսներին Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները եւ ընտրված թիմ պաշտոնյաները բախվել են քրեական գործերի եւ հետաքննությունների մի ամբողջ շարքի։ Առանձնահատուկ ուշադրությունը կենտրոնացած է Ստամբուլի բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործի վրա, որին համարում են Էրդողանի գլխավոր հավանական մրցակիցը նախագահի ընտրությունում։ Ժողովրդահանրապետական կուսակցությունը ներկայացնող Իմամօղլուն անցած տարվա մարտից գտնվում է կալանքի տակ եւ անցնում է կոռուպցիայի գործով։ Թուրքական իշխանությունները մերժում են քաղաքական ճնշման վերաբերյալ մեղադրանքները եւ հայտարարում, որ երկրի դատական համակարգը գործում է անկախ։ Տեղական լրատվամիջոցները նաեւ հայտնել են, որ գրոհից առաջ Ժողովրդահանրապետական կուսակցության կենտրոնակայանի մոտ հավաքվել էին մի խումբ մարդիկ, որոնց Օզելի կողմնակիցները անվանում էին սադրիչներ։ Քլջդարօղլուի փաստաբանը դիմել է Անկարայի ոստիկանությանը, խնդրելով աջակցել շենքի ազատմանը, որից հետո Անկարայի նահանգապետարանի վարչակազմը պաշտոնապես թույլատրել է ոստիկանության միջամտությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի կնքման դեպքում դա կլինի լավ եւ պատշաճ գործարք։ Այս մասին նա գրել է Truth Social-ում, կրկին քննադատելով Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարակ Օբամայի օրոք 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը։ Մեր գործարքը ճիշտ դրա հակառակն է, բայց ոչ ոք այն չի տեսել եւ չգիտի ինչ է դա։ Այն դեռ լիովին բանակցված չէ, այնպես որ մի լսեք ձախողակներին, որոնք քննադատում են մի բան, որի մասին ոչինչ չգիտեն։ Ի տարբերություն իմ նախորդների, որոնք այս խնդիրը պետք է տարիներ առաջ լուծած լինեին, ես վատ գործարքներ չեմ կնքում։ Ավելի վաղ արված գրառման մեջ Թրամփը նշել էր, որ ի տարբերություն գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, այժմ բանակցվող համաձայնագիրը երբեք թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Նա նաև նշել էր, որ համաձայնագիր կնքելու համար շտապել պետք չէ։ Բանակցությունները ընթանում են կազմակերպված եւ կառուցողական, եւ ես իմ ներկայացուցիչներին հրահանգել եմ չշտապել համաձայնության հասնելու հարցում, քանի որ ժամանակը մեր կողմից է։ Շրջափակումը լիովին ուժի մեջ կմնա մինչեւ համաձայնության ձեռքբերումը, վավերացումը եւ ստորագրումը։ Երկու կողմն էլ պետք է չշտապի եւ ճիշտ գործի։ Սխալներ չեն կարող թույլ տրվել։ Թրամփը հավելել է, որ Իրանի հետ հարաբերությունները դառնում են շատ ավելի պրոֆեսիոնալ եւ արդյունավետ։ Այնուամենայնիվ, նրանք պետք է հասկանան, որ չեն կարող մշակել կամ ձեռք բերել միջուկային զենք կամ ռումբ, նշել էր Միացյալ Նահանգների նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքի երկրներին աջակցության եւ համագործակցության համար։ Նա նույնիսկ չի բացառել, որ Իրանը մի օր կցանկանա միանալ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Աբրահամյան համաձայնագրերին, ինչպես դա պատրաստվում են անել Մերձավոր Արևելյան երկրները։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 25-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիից մեկնելիս հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը կարող է ձեռք բերվել առաջիկա ժամերին։ Մենք կարծում էինք, որ երեկոյան կարող են որոշ նորություններ լինել, շատ ենթադրություններ չեմ անի այդ թեմայով։ Քննարկվում է Հորմուզի նեղուցի բացման հարցը, ինչպես նաև միջուկային հարցերը։ Այս համաձայնագիրը մեծ աջակցություն ունի Պարսից ծոցի եւ այլ երկրների կողմից։ Ռուբիոն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտությանը կտա հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները, նախքան այլ ընտրանքներ ուսումնասիրելը։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կամ լավ համաձայնագիր կունենա Իրանի հետ, կամ էլ այդ երկրի հետ կգործի այլ կերպ։ Ես
կնախընտրեի, որ մենք լավ համաձայնագիր ունենանք, հավելել է Ռուբիոն։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչներին ասել է չշտապել Իրանի հետ համաձայնագրի կնքման հարցում։ Միացյալ Նահանգները եւ Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարը 60 օրով երկարաձգելու շուրջ կարգավորման վերջնական տարբերակը համաձայնեցնելու համար, հաղորդում է Washington Post թերթը, հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։ Չնայած Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև համաձայնագրի հնարավոր ձեռքբերման նշաններին, Թեհրանը պատրաստ է բանակցությունների հնարավոր ձախողմանը, հաղորդել է Թասնիմ գործակալությունը հղում անելով իրանական ռազմական աղբյուրի։ Իրանի զինված ուժերը հաշվի առնելով Միացյալ Նահանգների կողմից ագրեսիվ գործողությունների պատմությունը, միշտ գտնվում են լիակատար մարտական պատրաստության վիճակում, անկախ բանակցությունների վիճակից, նշել է աղբյուրը։ Գործակալության մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Իրանը հստակեցրել է, որ որևէ համաձայնագիր չի կնքվի առանց սկզբնական փուլում իր սառեցված ակտիվների որոշակի մասի ազատման եւ հետագայում բոլոր սառեցված ակտիվների ազատումը երաշխավորելու հստակ մեխանիզմի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հավաստիացնել աշխարհին, որ չի ձգտում միջուկային զենքի կամ տարածաշրջանային անկայունության։ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումը մնում է հետևողական, ընդգծելով, որ Թեհրանը պատրաստ է երաշխիքներ տրամադրել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, եւ որ երկիրը մտադրություն չունի անկարգություններ հրահրել Մերձավոր Արևելքում։ Միաժամանակ Իրանի նախագահն Իսրայելին մեղադրել է ամբողջ տարածաշրջանում լարվածություն հրահրելու համար, հայտարարելով, որ իսրայելական կառավարությունը ցանկացած հնարավորություն գործում է հակամարտությունն ու անկայունությունը պահպանելու համար։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը մեծ Իսրայելի գաղափարի շրջանակում հետապնդում է ավելի լայն տարածաշրջանային օրակարգ։ Անդրադառնալով Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև վերջերս կայացած բանակցություններին, Իրանի նախագահն ընդգծել է, որ իրանցի բանակցողները չեն գնա փոխզիջման երկրի արժանապատվության եւ ազգային շահերի հաշվին։ Մենք եւ մեր բանակցողները երբեք չենք զոհաբերի Իրանի պատիվն ու ինքնիշխանությունը։ Փեզեշքյանը նաև մարդկանց կենսապայմանների բարելավումն անվանել է կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը, հավելելով, որ պաշտոնյաները մշտապես աշխատում են տնտեսական խնդիրների եւ հանրության մտահոգությունների լուծման ուղղությամբ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք։ Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Նիքսիի էջում։ Մայիսի 26-ին իր այցի շրջանակներում նախարար Ջեյհուն Բայրամովը նախատեսվածի համաձայն ելույթ կունենա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստում, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների պահպանումը եւ միջազգային համակարգի ամրապնդումը հիմնված ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա թեմայով, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Աֆրիկայի օրվան նվիրված համաժողովի շրջանակում Բաքվում անցկացվել է Ադրբեջան-Աֆրիկա հարաբերություններ, ներկայիս դինամիկան եւ ռազմավարական ներուժը խորագրով պանելային քննարկում։ Այն կենտրոնացած է եղել Ադրբեջանի եւ աֆրիկյան երկրների միջև համագործակցության ընդլայնման, մասնավորապես հանրային ծառայությունների, կրթության եւ գյուղատնտեսության ոլորտներում գործընկերության զարգացման վրա։ Քննարկումների ընթացքում, որոնց մասնակցել են Ադրբեջանում Աֆրիկայի դեսպանները եւ աֆրիկյան երկրներում Ադրբեջանի դեսպանները, ընդգծվել է տեխնոլոգիաների եւ նորարարության կարեւորությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում եւ գյուղատնտեսության մեջ։ Ելույթ ունեցողները նշել են այս ոլորտներում Ադրբեջանի եւ աֆրիկյան երկրների միջև համագործակցության հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի եւ Աֆրիկայի միջև կրթական համագործակցությունն ամրապնդվում է եւ նշվել է, որ Ադրբեջանում բազմաթիվ աֆրիկացի ուսանողներ են սովորում բժշկական, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում։ Նշվել է, որ մեկ կենտրոնից պետական ծառայությունների մատուցումը նպաստում է Աֆրիկայում կառավարման մարտահրավերների լուծմանը։ Հաղորդվել է, որ Ադրբեջանը մեծացնում է իր դիվանագիտական գործունեությունն Աֆրիկայում եւ որ ապագայում ավելի շատ աֆրիկյան երկրներ կարող են դեսպանատներ բացել Բաքվում։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։